Շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել, խնդրեմ, որ թեմայից եք ուզում սկսել։ Ես ուզում եմ սկսել Նիկոլ Փաշինյանի այն ստից եւ Նիկոլականների այն քարոզարշավից, որ նրանք ասում են 300,000 ադրբեջանցիների մուտքը դա 5-րդ Շարասյան կամ ընդդիմադիրների հորինածն է։ Այդպես են խոսել Նիկոլ Փաշինյանի բոլոր ռուպերները, բոլոր միկրոֆոնները եւ ուսապարկերը թուրքական ապրանք եւ իրենք ասում են։ Ես ուզում եմ հիշեցնել, երբ Զանգեզուրի Միջանցքի հարցը բարձրացվեց, այդ նույն քարոզիչները Նիկոլ Փաշինյանի այդ ուսապարկերը, այդ թուրքական ապրանքները նույն բառերով հայտարարում են, որ դա անդիմադիրների հորինածն է, որ դա չի իրականացնում Զանգեզուրի Միջանցքը 74%-ով կտրվեց Հայաստանի Հանրապետությունից եւ փաթեթավորվեց ամերիկյան ոչ պետական կազմակերպության փաթեթով ու տրվեց թուրքերին այն պայմաններով, որոնք թուրքերը պահանջում էին։ Տեսեք իրականացավ։ Ես ուզում եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր ոչ մի թիզ հող Հայաստանի Հանրապետությունից չի անցնիլ, այս անկլավների հարցը սուտ է դա 5-րդ Շարասյան մեր ճշտամիների ասածն են, անկլավները եւ այդ գյուղերը տվեց թուրքերին, փաթեթավորեց սահմանագծում տերմինով եւ ոչ մի թիզ հող հետ չստացավ։ Արցախը ադրբեջանցին ասում են Արցախը Հայաստանը եւ վերջ Արցախը Ադրբեջանի երբեք չի կարող լինել, փաթեթավորեց, որ մենք փրկում ենք Հայաստանի Հանրապետությունը եւ տվեց Թուրքին։ Հիմա 300,000 ադրբեջանցիներ դա իմ կամ որևէ մեկի մտքի արգասիքը չէ։ Ալիևը բոլոր միջազգային կազմակերպությունում ես հաշվել եմ 26 անգամ հայտարարել է Արեմտյան Ադրբեջանի մասին, իսկ Արեմտյան Ադրբեջանը Նիկոլ տերմինը եւ գաղափարը Նիկոլ Փաշինյանն է տվել ադրբեջանցիներին։ Ինչպես է տվել։ Երբ ասես մենք Արցախ ենք ուզում, իրենք էլ Արեմտյան Ադրբեջան են ուզում։ Այդ տերմինը առաջին անգամ օգտագործեց Նիկոլ Փաշինյանը, տվեց Ալիևին։ Եվ Ալիև այն օգտագործում է հիմա մեր դեմ։ Եվ այդ տերմինը տալուց հետո Ալիևը հայտարարեց, որ իրենք տանկերով չեն մտնելու Երևան, մեքենաներով են մտնելու, զուռնադահոլով են մտնելու Երևան, հաղթանակի զուռնադահոլով։ Եվ հիմա ասում եմ, ես այդպիսի բան չեմ ասել։ Նայեցեք, ես ցույց տվեցի Նիկոլ Փաշինյանի բառերը, երբ ասում եմ մեղրին ով է տալու, երբ է տալու։ Հարցային չի տալու են չեն տալու, այլ ով է տալու, երբ է տալու։ Նա հայտարարեց արդեն, որ մեղրին տալու է։ Հասկանում եք։ Դուք գիտեք, որ այսօր Ադրբեջանը հատուկ 150 կազմակերպություն է ստեղծել, որոնք պաշտպանում են Նիկոլ Փաշինյանի մեր ընտրությունների համար։ Հազարավոր բլոգերներ, թուրք բլոգերներ եւ օգտատերեր այսօր քարոզում են Նիկոլ Փաշինյան։ Հայ ազգաններով մենակ 11,000 օգտատեր է բացվել YouTube-ում եւ տարբեր էջերում, որոնք քարոզում են Նիկոլ Փաշինյան։ Դուք հասկանում եք ինչ են անում, ինչու են դա անում, որովհետև իրենք գիտեն, որ միայն Նիկոլ Փաշինյանն է տալու Հայաստանը իրենց։ Ստով, փաթեթավորած ժողովրդին խաբելով։ Երեք ես մի Նիկոլականի ասում 300,000 տերմինը սուտ է։ Երբ բացում եմ Ալիևի ելույթը, ինքը լսում է 300,000 բառը, որ վերադառնալու ենք, բութ հայացքով։ Նայում է ինձ ասում, դե հիմա Ալիևը շատ բան կարող է ասել։ Եվ ես իրեն ասում եմ, որ ասածը Նիկոլը չի կատարել այդ Ալիևի տուզիկը, այդ ստորաքարշ հարբեցող ծաղրածուն, այդ համբալը, ինչը չի կատարել, ոչինչ չի կարողանում ասել։ Եվ ես ձեզ ասեմ, 2026 թվականի հունիսի 18-ին եւ 19-ին Ալիևի առաջնորդությամբ տեղի ունենալու Արեմտյան Ադրբեջան համայնքի համաժողով համագումարը, որտեղ հստակ կոնկրետ քայլերով նշվելու է, երբ որտեղ ինչքան մարդ է գալու Հայաստանի Հանրապետություն։ Ես ձեզ անցած անգամ ասացի, 22,000 մարդասպաններ, բռնաբարիչներ, գողեր համաներում են ստացել Ալիևի կողմից, պայմանագրով, որ իրենք իրենց ընտանիքի հետ պետք է գան Հայաստանի Հանրապետությունը ապրելու։
Անգամ ցմա դատապարտվածին 12 սպանության համար ցմա դատապարտվածին համաներում են տվել, որպես ինքը պետք է իր ընտանիքով գա ապրի Հայաստանի Հանրապետությունում։ Եվ ֆինանսական աղբյուրները 22 միլիարդ դոլար հատկացնում են վերաբնակեցման համար։ Վերաբնակիչները եւ գիտեք ինչու են Նիկոլ Փաշինյանը այսօր ինչու է Սահմանադրական բանը չի դնում նոր սահմանադրության նախագիծը չի դնում քննարկման ընտրություններից առաջ, որտեղ այնտեղ հստակ նշված է, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուներից մեկը երկրորդ պետական լեզուն պետք է լինի ադրբեջաները։ Դա Ալիևի պահանջն է խաղաղություն կնքելուց առաջ։ Եվ Հայաստանի Հանրապետությունում թուրքերը ադրբեջանցիների պաշտպանության համար 3 ռազմաբազա պետք է ստեղծեն։ Այսինքն թուրքերը ոչ միայն էթնիկապես են օկուպացնում Հայաստանի Հանրապետությունը, այլ օկուպացնում են նաև ռազմական առումով։ Ադրբեջանը պետք է 3 ռազմաբազա ունի Շիրակում, Արմավիրում, Թուրքիայի հարակից հատվածում եւ Սյունիքում։ Անգամ ռազմաբազաների տեղ գիտեն, Արմավիրի զորավարժանը տրվել է թուրքերին ռազմաբազայի համար։ Գիտեք դա։ Չէ, դա գիտեք։ Մեղրու զորամասը տրվել է թուրքերին ռազմաբազայի համար։ Դուք դա գիտեիք։ Եվ բացի դրանից, բոլոր բնակավայրերը պետք է ունենան իրենց գվարդիան, զինված ոստիկանական գվարդիան, որը կոչված է պաշտպանելու ադրբեջանցիների անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն 3 ռազմաբազա, բոլոր բնակավայրերում զինված խմբավորումներ ադրբեջանական։ Հայաստանի Հանրապետության թույլ բանակ։ Ես կանրադառնամ նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ 30 տարի թալանել են, բանակը մեր օրոք է ստեղծվել։ Պապիկյան, երբ դու հայտարարում ես, որ բանակին ավելի շատ հատկացումներ է տրվել, այդ խեղճ միամիտ ժողովրդին, որ խաբում ես, տականք, ինչու է 23% 2026 թվականին ռազմական բյուջեն կրճատվել 25 թվականի համեմատ։ Երբ այդքան փող է տրվել։ Նիկոլ Փաշինյան, երբ դու ասում ես, որ 2007 թվականին Ադրբեջանի 2 անգամ ավելի ռազմական բյուջեն ավելի եղել, քան Հայաստանի Հանրապետությունից, դու որպես վարչապետ երբ ընտրվել ես, դու պետական գեր գաղտնիքներին ծանոթացել ես, ինչու՞ չես հայտարարում, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք 16 տրիլիոն դոլարի զենք զինամթերք է արվել պետական բյուջեից, ռազմական բյուջեից դուրս, 16 տրիլիոն դրամ։ Դա քո 8 տարիների ռազմական բյուջեից, ռազմական հատկացումներից մի քանի անգամ ավել է։ Դու այդ գաղտնիքներին գիտես արդեն, ինչու ես ստում, ինչու ես մարդկանց ստորաբար խաբում։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության բանակը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության զինված ուժերը եւ Արցախի պաշտպանության բանակը համատեղ ունեցել են 75-ից 85 հազար զինծառայողներ։ Այսօր Հայաստանի Հանրապետության զինված ուժերում 43 հազար զինծառայող կա։ Պաշտպանության նախարարության ենթակայության տակ ընդամենը 36 հազար։ Համատության համար ասեմ, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանների ներքին գործերի նախարարության ամբողջ անձնակազմը 37 հազարից անցել է։ Դուք հասկանում եք Նիկոլի կատարածը։ Երբ կանգնում են ստում են։ Եվ կանգնում է ասում է, գիտեք, այնքան զենք ենք առել։ Ոչինչ էլ չեք առել։ Փորձում ես բանի 9 միլիարդ դոլար կորած, պետական պարկ ավելացած ու կորած, օֆշորներում կորած փողի բանն անես, Ստոկհոլմի վերլուծական կենտրոնը, որ ամեն տարի ՄԱԿ-ին զեկույց է գրում, թե որ երկիրը որքան զենք է գնել, 2021, 22, 23, 24, 25 թվերին Հայաստանի Հանրապետությունը գնել է ընդամենը 1 միլիարդ 65 միլիոն դոլարի զենք զինամթերք։
Ռազմական արդյունաբերության հատկացված փողերը կրճատել ես Նիկոլ։ Եվ այսօր ուզում ես ժողովրդին խաբես հերթական։ Գիտեք դա ինչ ստի նման է։ Քաղաքացին ասում է դպրոց ասում է 300 դպրոց կառուցել ենք, 300-ներ պետք է կառուցենք։ Ասեմ ձեզ, որ այդ 300 թիվը 18 թվական երբ եկավ իշխանության, 19 թվական ընտրություններին ասեց 5 տարում մենք պետք է 300 դպրոց կառուցենք։ Նիկոլ Փաշինյան ստորագույն համբալ դավաճան 240 չէ, 231-ը փակել է։ 231-ը փակել է։ Կառուցել ես ընդամենը 14 դպրոց, վերանորոգել ես 46 դպրոց։ Ինչ ես ստում 300 թիվն ես ասում, խեղճ մարդուն, որը դիտում է հմեկ և իրական թվերին չի տիրապետում։ Դու եկան անբարոյական ստախոս ես, այն որ դու պարանոիդ շիզոֆրենիկ ես, այդ մասին փաստաբանն է հայտարարել։ Իսկ փաստաբանը հենց այնպես հայտարարություն չեր անի։ Բայց ինչու ես դու ստում քաղաքացուն։ Ասում ես դպրոցներ ես կառուցել։ 331 դպրոց ես փակում, որից 180-ը սահմանամերձ գյուղերի միակ դպրոց, այսինքն 180 գյուղ սահմանում դու կրճատում ես։ Օրինակի համար ես 1000 անգամ բերել եմ այդ օրինակի 1001-րդ անգամ էլ բերեմ։ Սալվարդի դպրոցը փակելուց հետո 6 ընտանիք Սալվարդ գյուղից տեղափոխվեց Սիսիանի համայնքից։ Տեղափոխվեց դպրոց չլինելու պատճառով, այսինքն 6 երիտասարդ ընտանիք 17 ապագա սալվարդեցի տեղափոխվեցին այլ բնակավայրեր, դուռը փակեցին եւ հեռացան։ Ինչու ես դու ստում։ Դու կրճատել ես բանակ, այսօր Հայաստանի Հանրապետության եւ ընդ որում ժողովուրդ։ Այսօր ընտրություններին նա ասում է մարտունակ բանակ, չէ՞, երբեք չի ասում մարտունակ բանակ։ Մի ժամանակ ասում են մարտունակ բանակ, չէ՞։ Նա այնքան ստախոս է, ես բերեմ մի օրինակ։ 2019-20 թվականի հունվարյան ուղերձի ժամանակ Նիկոլ Փաշինյանը իլուր Հայաստանի Հանրապետության եւ ողջ աշխարհի ասեց մենք Կորճանից ավիացիան ընդունել ենք մարտական հերթապահության, այլևս Հայաստանի Հանրապետությունը ունի կործանիչ ավիացիա։ Պարզվում է, որ այդ նույն հայտարարության ժամանակ ինքը գիտեր, որ այդ սուերը հրթիռներ չունեն եւ դրանք ընդամենը թռչող կոնսերվի բանկաներ են, երկաթի կտորներ են։ Բայց դա սուտ էր հայտարարում։ Հիշում եք հունիսյան դեպքերի, օգոստոսյան դեպքերի ժամանակ բանում, Տաշիրում, երբ ադրբեջանցիները փոքրիկ մարտական հրահրում իրականացրեցին սահմանին, չէ՞, քանի հոգի պարգևատրեց մարտական խաչով։ Հայտարարում էր Հայաստանի Հանրապետության բանակը ինտելեկտուալ բարձր բանակ էր, Արցախյան պատերազմից հետո պարզվեց, որ Հայաստանի Հանրապետության բանակ չի եղել նախկինների պատճառով։ Բա լավ, երբ թե 20 թվականին պատերազմից 2 ամիս առաջ մարտունակ ինտելեկտուալ բանակ է, դա Նիկոլ Փաշինյան, քո բառերն եմ ասում, դավաճան, ստախոս ոչնչություն։ Քո բառերն եմ ասում։ Եթե դու հայտարարում ես ու 3 ամիս, 5 ամիս հետո ասում ես մարտունակ չէր, պարտվեցինք, ուրեմն դու շիզոֆրենիկ ստախոս ես։ Եվ այսօր կան մարդիկ, որոնք այդ մոռանում են դրանք։ Կամ ասում է, նախկինները թալանել են։ Նախկիններից ամենաշատը խոսում էին Ռոբերտ Քոչարյանի թալանի մասին, պարզվեց, որ պետական բյուջեից նախկինները ոչինչ չեն թալանել։ Միայն բերեմ մի օրինակ, պետական բյուջեից 155 միլիոն դոլար է փոխանցվել քո աղջկա հաշվին։ Միայն բերեմ մի օրինակ, 110 միլիոն դրամ առողջապահության ապահովության համար փող ես բերել խորհրդատվական ծառայություն, որպես առողջապահության ապահովագրությունը վարկ ես ավելացրել դոլար 110 միլիոն դոլար, որից 80 միլիոն առողջապահության նախարարությունը փոխանցել է քո աղջկան։ Այսինքն դու վարպետության ժողովրդին պարտքի տակ ես գցել, որպեսզի փոխանցես քո աղջկա սեպտեմբերին բացված անհասկանալի ինչ-որ մի կազմակերպությանը։ Դա թալան չէ, ամենամեծ թալանչին դու ես։ Ես չեմ տեսել մեկի նկատմամբ քրեական գործ հարուցեն 8 տարվա մեջ ասեն պետական բյուջեից այսքան թալանել է, չէ։
Հողեր են ունեցել, օգտագործել են պաշտպանական դիրքը, հողեր, շենքեր են ձեռք բերել էժան գնով, բայց ձեռք են բերել, այսինքն պետական բյուջեն չեն կպել։ Դու ամբողջովին պետական բյուջեն ես թալանում։ Դու թալանչի ես անվանում նրանց, ովքեր քո թալանածի 1%-ը չեն տալանել։ Նիկոլ Փաշինյան, որտեղից քեզ Ֆրանսիայում 3 տուն, Կանադայում 2 տուն։ Մեկի արժեքը Կանադայում 17 միլիոն դոլար, մյուսի արժեքը 4 միլիոն դոլար։ Ֆրանսիայում 8 միլիոն դոլարանոց պալատես Ռևիերում դու գնել։ Մարսելում 3 միլիոնանոց պալատես գնել։ Երևանում 2 միլիոնանոց տարածքում պալատ ունես, Նիկոլ Փաշինյան, որտեղից քեզ այդ փողերը։ Որտեղից։ Փարիզում 3.1 միլիոն դոլարանոց տուն ունես, որտեղից քեզ այդ փողերը, Նիկոլ Փաշինյան։ Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյանին որտեղից 300,000-անոց պալատ։ Ավինյանի հորը, Այգեպան հորը, այդ համբալ Ավինյանի հորը, համբալիչ Ավինյանի հորը, որտեղից 2 միլիոն դոլարանոց պալատ Սևանի ափին։ Որտեղից։ Որտեղից Կոմիտասում 2 միլիոն դոլարանոց 5 հարկանի տուն Ավինյանի սեփական։ Որտեղից Սանոսյանի մորը 300,000-անոց պալատ, որ ԿՊ-ականին տեղից բարձրացում ես տակը միլիոնավոր դոլարներ են, միլիոնավոր դոլարներ։ Եվրոասֆալտի կոռուպցիան, ոչ մի դատարան արդար վճիռ չկարացեց, ես այսքան հայց եմ պատրաստել Եվրոասֆալտի եւ նա տականք տիրոջ նկատմամբ։ Իմիջիայլոց պարոն Վասյան չհերքվեց նաև Բյուրեղամանում մի ամբողջ հարկաբաժին ունի Սուրեն Պապիկյանը։ Ոչ միայն Բյուրեղամանում մի ամբողջ հարկաբաժին ունի, այլ Արշակունյաց փողոցում նա 2 հարկ 1.200,000-անոց սեփականություն է ձեռք բերել 300,000 դոլարանոց, Պապիկյան, Սուրո, որտեղից քեզ 300,000 դոլար 20 տարի ծառայել եմ հայրենիքից ամենաբարձր պաշտոններում, այսօր իմ երկուսենյականից Խրուշչովյան բնակարանում եմ ապրում։ Քեզ որտեղից, ընդ որում հարևանների վկայությամբ ես այստեղ եմ հնչեցրել այդ մասին, 150 մեքենա Դուբայից թանկարժեք կահույք ես բերել։ Քեզ որտեղից 150 մեքենա թանկարժեք կահույքի փող։ Ըստ օդում պտտվող լուրերի, որտեղից 4 միլիոն դոլարանոց, որտեղից 4 միլիոն դոլարանոց ռեստորան քեզ Պապիկյան։ Պապիկյան, որտեղից քեզ այդ հսկայական հարստությունները։ Արսեն Թորոսյանը ժողովրդին ասում է, նախկինները թալանել են եւ ընդ որում մի հատ դպրոցի մանկապարտեզի կողք կանգնած ասում է, սա մեր պալատը չէ։ Արսեն Թորոսյան լրագրողը ուղիղ հարց տվեց, ասեց ձեր սեփական տունը, ձեր ձկնաբուծանը արժե 5 միլիոն դոլար։ Ասեց որտեղից ձեզ այդ փողը 5 միլիոն դոլարանոց ձկնաբուծարան եւ սեփական տունն եք, ասում է դիմեք հակակոռուպցիոն կոմիտեի իրենք ձեզ կպատասխանեն։ Այդպես էլ մինչև հիմա պատասխան չեղավ։ Արսեն Թորոսյան ըստ միջազգային, ըստ բժշկական համաշխարհային կազմակերպության ՇՕՍ-ի հաշվետվության Հայաստանի Հանրապետությանը եկել 800 միլիոն դոլարի օգնություն կորոնավիրուսի ժամանակ։ Ուր է այդ 800 միլիոն դոլարի կորոնավիրուսի օգնությունը, ով է լափել։ Դու ես պատասխանատուն եղել առողջապահության նախարարների այդ ժամանակ։ Արսեն Թորոսյան թալանից ես խոսում։ Արսեն Թորոսյան ինչու 2000 դրամ ինքնարժեքով բոլոր թեստերը 7-ից 14,000 էի կանում։ Ընդ որում, այնքան անբարոյական է կառավարության որոշում էի ընդունել, որ բոլոր պետական պաշտոնյաները պետք է թեստավորվեն 6 ամիսը մեկ։ Թեստի համար փող էի հավաքում, փող էի աշխատում։ Ես հաշվել եմ 600 միլիոն դոլարի միայն թեստից կոռուպցիա է եղել, ում գրպանն է դա գնացել, կոռուպցիայից եք խոսում, մարտի 1-ից եք խոսում, Նիկոլ Փաշինյան, մարտի 1-ի ամբողջ ծանրությունը քո վրա եւ առաջինը դու պետք է դատվես, որովհետեւ ես հիշեցնեմ փոխոստիկանապետ Հունանյանի հարցազրույցային ժամանակ, որը փաստերով ներկայացեց ոնց է պայմանավորված են եղել, որ արդեն մարտիկ պետք է տեղափոխվեն այդ հրապարակից դեպի ուրիշ տեղ,
Դու եկել թույլ չես տվել եւ հետո անձեն ոստիկանները, որ ոչ անգամ սպաները զենք չեն ունեցել ոստիկանության։ Դու հրամայել ես կրակեն քո վրա, ոստիկանների վրա, դու ես հրամայել։ Եվ քո կանգնած տեղից, քո ներկայությամբ, քո հրամանով, քո գիտությամբ կրակել են անձեն ոստիկանները եւ առաջի զոհերի հեղինակը դու ես։ Հասկացար։ Նիկոլ Փաշինյան։ Մարտի 1-ը բացահայտված է, պետք է նստի, դու ես նստելու։ Կամ դու ով ես, այ մարդկային վիժվածք, ով 4 անօրինական երեխա ունի, անօրինական, որովհետև դուք ամուսնացած շերկեղից ծնված երեխաները անօրինական են։ Դու ով ես, որ հարգարժան, հայրենիքին նվիրված մարդկանց, օրինավոր տղամարդու եւ արժանապատիվ կնոջ Սարուկյանների ընտանիքի երեխային լակոտ ես ասում։ Բոլորը գիտեն, որ իմ ու Ծառուկյանի հարաբերությունները 14 թվականից շատ լարված են մինչև այսօր։ Բայց դու ով ես, որ այդ ատվարժան մարդու երեխային լակոտ ես ասում։ Եվ քո պճերը անօրինական ծնված ոչնչությունները, որոնք բոլորը տարբեր տղամարդկանց են նման, քեզ ոչ մեկը նման չի, դու իրանց երեխային լակոտ ես անվանում։ Եվ այդ ոչնչությունը այսօր բանանում։ Եվ ամենասարսափելին հարց են տալիս Նիկոլ Փաշինյանին, պետական ռեսուրսներ եք օգտագործել եւ դպրոցականներ են եկել միտինգի ժամանակ։ Գիտեք ինչ է ասել այդ սրիկան։ Գիտեք ինչ է ասել, որպեսզի իր կատարած հանցագ ասում է երեխաները դասից փախել են։ Դուք պատկասում եք հայ ժողովուրդ, երեխաները դպրոցի ուսուցիչների գլխավորությամբ հրամանով, հրահանգով եկել են միտինգի, որպեսզի թիվ ապահովեն, որպեսզի հերվիս նկարել եւ ցույց տա, որ իբրև մարդաշատ է Նիկոլի հանրահավաքը։ Եվ այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ոչ մի տնօրեն էլ դպրոցի չի հեռացնելու, որովհետեւ երեխաները դասից փախել են։ Պարզվում է երեխաները դասից փախել են։ Ուսուցիչների հետ երեխաները դասից փախել են։ Շիզոֆրենիկ Նիկոլը նոր տերմին է մտցրել հայոց կրթության մեջ։ Երեխաները ուսուցիչների հետ դասից փախել են, երեխաներն են մեղավոր, ուսուցիչները մեղավոր չեն, տնօրենը մեղավոր չէ։ Ժողովուրդ լավ, այդ հիմարը ձեզ հիմարի տեղ է դրել։ Այդ Ալիևի տուզիկը, Ալիևի շնիկը, Ալիևի հարբեցող ծաղրածուն մեզ բոլորիս ինչի տեղ է դրել։ Ինչի տեղ է դրել։ Ասեմ ձեզ, որ Նիկոլ Փաշինյանը անցել է ամենասարսափելի գրոհի։ Դասախոսներին վախեցնելու համար ոչ ոք չգիտի, բայց ասեմ այդ լուրը։ Բրյուսովի համալսարանի 12 թե 13 դասախոսների քրեական գործ է հարուցվել։ Հիշում եք, չէ՞, Լպուտյանի եւ Սրբուի Գալստյանի մանկավարժական համալսարանի քրեական փուչիկ գործերը։ Երբ մարդիկ իրենց իրավասության ներքո որոշում են կայացրել եւ այդ որոշումը դարձել է քրեական գործի հիմք։ Ինչու՞, որովհետեւ վերջին պահին գաղտնալսումները ցույց էին տալիս, որ բոլորը դժգոհ են իրանից։ Բրյուսովի համալսարանը որպեսզի ձայն տա, Նիկոլ Փաշինյանը անցել է իր մեթոդներին, արմատախիլ է անում ուժեղներին։ Օրինակ Սրբազանը ինչու է բանտում նստած, որովհետև Սրբազան շարժումը այսօր կնպաստի Նիկոլ Փաշինյանի պայքարի ոչնչացմանը, դրա համար նստած են։ Ինչու են կեղծ ձայնագրություններ անում։ Դուք պատկերացնում եք ՔԿ-ի այդ նախագահը, այդ ես դեռ ասելիք ունեմ դրան եւ այն քննիչին, ովքեր քրեական գործ հարուցեցին իր վրա։ Դուք մի կարծեք, որ ես մոռացել եմ ձեզ։ Հարգալից ծաղրանքը, այդ հարգալից ծաղրանքը մտնելու է քո համապատասխան տեղը։ Բացահայտեցին, որ քրեական գործը թխած է եղել։ Ստեղծել են ֆոն, չիմանալով, որ կբացահայտվի։ Գեգամ Մանուկյանը բացահայտեց, ասում է գրված է իր ձեռքով, չի նշանակում, որ գրված է իր ձեռքով։ Դա ապուշություն չէ։ Դա մի ամբողջ ազգի կործանում է։ Եվ դեռ սորոսական, քաղաքացիական հասարակության վիժվածքները, որոնք ամեն ինչի համար աղմուկ էին բարձրացնում, զինվորի դագաղով Սևանի ճանապարհ էին փակում, ֆոն ստեղծելու համար քար լռություն։ Ես իրենց անվանում եմ հայադավ վիժվածքներ,
Հայադավ վիժասը ինչու եք լռում։ Ինչ եք լռում, չէ որ տեղի է ունեցել սրբազանի կեղծ քրեական գործի հարություն։ Պարզվում է, որ զենք զինամթերք չի եղել, պարզվում է, որ խումբ չի եղել, պարզվում է, որ ընդհանրապես քրեական գործը փուչիկ է։ Բայց պարզվում է, որ վնգստացող դատավորները, ծախ ու քննիչներն ու ստոր հոգին, Նիկոլի նման տականքին վաճառած դատախազները Հայաստանի Հանրապետությունում իրականություն են։ Դա էլ պարզվեց։ Ասեմ ձեզ, բոլորն ենք պատասխան տալու, Աստծու և մարդկանց առաջ։ Եթե ձեզ թվում է, որ անմեղ մարդկանց դատավճիռներ կայացրեցիք, տարիներով բանտերում պահեցիք, դուք դրա համար պատասխան չեք տալու, դուք սխալվում եք։ Եթե ձեզ թվում է, որ Կալոշյանին սպանողներ այն խեղճ թարգմանիչը, որը շատ բան գիտեր ու մահացավ, եթե ձեզ թվում է Գրիշա Հայրապետովին սպանողները, նա տեղակալին սպանողները ապրելու են, սխալվում եք։ Եթե ձեզ թվում է Մհեր Եղիազարյանին եւ Գնդապետ Կարապետյանին, որոնք գիտեք ինչ կա, անզգուշություն էին ունեցել, շատ մտերիմ էին եղել Աննա Հակոբյանի հետ, մահացան հանելուկային պայմաններ։ Եթե ձեզ թվում է, որ իրենք պատասխան չեն տալու, պատասխան եք տալու։ Իրագործողներն էլ, անողներն էլ, հրաման տվողներն էլ։ Եթե ձեզ թվում է սպաներ, հա, իմիջիալոց ասեմ, այսօր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպաների եւ ծառայողների հաշվին անհասկանալի գումարներ են նստում։ Կոռուպցիոն հանձնաժողով դա միթե ընտրակաշարք չէ։ Հավելավճար չէ դա, աշխատավարձ չէ, կոչումավճար չէ, սննդի ապահովման վճար չէ, պարզապես անհասկանալի փող է նստում։ Դա ընտրակաշարք չէ։ Ինչու շատություն չեք դարձ, ես հանցագործության, առերևույթ հանցագործության մասի հայտարարություն եմ տալիս։ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 5 միլիարդ դրամ տրամադրվել է սպաներին, զինծառայողներին կաշառել մինչև ընտրությունները։ Եվ արդեն նրանց հաշվին անհասկանալի գումարներ են նստում, առանց բացատրության եւ առանց հրամանների ընդ որում։ Որովհետև այդ գումարները երբ նստում են, պետք է նշված լինի, թե ում եւ որ հրամանով է տրված։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում երկու սուբյեկտ, իրավական սուբյեկտ իրավունք ունեն հրաման տալու, Պաշտպանության նախարարը եւ գլխավոր շտաբի պետը։ Առանց նրանց տված հրամանների այդ փողերը նստում են։ Դա ընտրակաշարք է։ Եվ ոչ ասուն Նիկոլը, ով լափում է ու չի կշտանում, ստեղծել է այնպիսի մթնոլորտ, որ իրեն ոչ մեկ ավելորդ հարց չտա։ Եվ ովքեր փորձում են հարց տալ, ինչպես բլոգերը Շինգավիթում, որ դավաճան էր ասել Նիկոլ Փաշյան։ Նիկոլ Փաշյան, ես քեզ ասում եմ հայ ժողովրդի այն գիտակից, հայրն ասել Մասայան, այո, դու դավաճան ես։ Դավաճան բառը քրեորեն պատժելի բառ չէ։ Դու ինքդ ես հայտարարել, որ դու դավաճանել ես այն գաղափարներին, որոնք քո մոտ եղել են նախկինում։ Արցախյան հարցի Ղարաբաղյան շարժման նկատմամբ։ Ինչու ես մարդուն կալանավորում։ Դու ինքդ դավաճանության մասին խոստովանություն ես ասել։ Դու ինքդ ասել ես Արցախը Հայաստանը եւ հետո դավաճանել ես ինքդ քեզ գնացել ես ասել ես Արցախը Ադրբեջանը։ Դա դավաճանություն չէ։ Դավաճանություն է։ Եվ ամենագլխավորը երիտասարդը Նիկոլին հարց է տալիս 5000 մարդ կոտորել, ով է ասել 5000 այդ թվերը որտեղից քեզ։ Երիտասարդ, երբ ասում է ով է ասել, դու ասա դու ես ասել։ Երբ ասի ես այդպեսի բան չեմ ասա այդ փալաս, պետության ղեկավար 8 տարի դու ես, ուր են ցուցակները զոհվածների, անցել է 6 տարի մարտական գործողություններից, ուր են զոհվածների ցուցակները։ Դու այնքան փալաս ես, որ զոհվածների ցուցակները մինչև հիմա չես հրապարակել եւ ասում ես ով է ասել, ով ինչ ուզի հիմա կարող է ասել։ Օրինակ ես ասում եմ, դու 10000 մարդ ես կոտորել, 11700 միայն 44 օրյա պատերազմի ժամանակ։ Այդ մասին ասում եմ վիճակագրական տվյալները։ Վիճակագրական տվյալները։ 10000 Հայաստանի Հանրապետությունում, 1700 Արցախում, 11700 միայն 44 օրյա պատերազմի ժամանակ ես դու զոհ տվել։
Ռոբերտ Քոչարյանն ասում են արյունալ բու։ Ուշադիր լսեք։ Սոնային սպանեցին, ոչ մեկը պատասխան չտվեց։ Չծնված երեխայի հետ։ Սոնային սպանեցին։ Դուք հասկանում եք։ 16 երեխա վառեցին, կենթանի այրեցին, ոչ ոք մինչև հիմա պատասխան չի տվել։ Ծնողներից արդեն շատերը ինֆարկտ են ստացել։ Տասնվեց երեխայի սպանեցին, լուս տղերք, ոչ մեկը պատասխան չտվեց։ Այսօր ամեն օր բանակում սպանություններ, ինքնասպանություններ։ Ու գիտեք, սարսափելին այն է, որ Ռոբերտ Քոչարյանի 10 տարվա իշխանության ժամանակ մահացել է 92 մարդ բանակում։ 92 մարդ։ 94 թվականի պատերազմից հետո, մինչև 17 թվականը ներառյալ, 16 թվականն էլ հետը, դա իմ ասածը չի, ես ասեմ, լենինականցի այդ ոնց է դրա անունը, կհիշեմ կասեմ, անդիմադիր դաշտում գործող գործիչը 470 մահ ենք ունեցել բանակում։ 94 թվականից 2017 թվականն ներառյալ։ 470 մահ։ Նիկոլի օրոք 13,000 մահ ենք ունեցել 8 տարում։ Դուք հասկանում եք դա։ Լևոն Բարսեղյան, հա, Բարսեղյան Լևոնը, Լենինականից։ Իրա ուսումնասիրություններ, ընդ որում քաղաքացիական հասարակության բոլոր հականները միասին են այդ վերլուծությունը կատարել։ Ես վերցրել եմ իր այդ հաղորդումը, որպեսզի ինչ-որ մեկը կասկածի։ Հիմա տականքներ, Սերժ Սարգսյանի օրոք 253, ընդ որում 4-օրյա պատերազմի 70 քանի 80 քանի զոհներ հետն է այդ 200 քանի հոգին։ Եվ գիտեք ինչ այսօր ասում են խաղաղություն է։ Ինչ խաղաղության մասին է խոսքը։ Ինչ խաղաղության մասին։ Եվ գիտեք ինչն է հետաքրքիր։ Ես մեկնաբանեցի Սյունիքում կատարածը, ուրեմն իմ հեռախոսի վրա, քանի որ տեխնիկապես հնարավորություն չկա, ցույց են տվել աշտարակից ինձ ուղարկել են, թե 85 հոգի հավաքված մարդկանց առաջ, որոնց մեծ մասը հատուկ ծառայությունների եւ ոստիկանության քաղաքացիական հագուստով մարդիկ են, այդքան ներկայությամբ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում, այդ ուղիղ կադրերը ուղարկում են ցենց ելույթի պահին, երեկոյան ես տեսնում եմ ֆոտոշոպով կազմակերպած իբր թե այդ հրապարակ ամբողջովին լիքն է։ Դրանից հետո, որ տեսնում են մարդիկ չեն գալիս, ապարանի դպրոցի երեխաներին են բերում, որպեսզի հրապարակ լցնեն, հետո անգամ Դանիել Յովհաննիսյանի նմանը հայտարարում է, որ դա իշխանական ռեսուրսների օգտագործում է, ստիպում են առաջի этаպում ստիպում են, որպեսզի դպրոցի տնօրենները դիմում գրեն, հետո Նիկոլին ասում են, եթե դպրոցի տնօրենին ազատեք, էլ ոչ մեկը մեր ասածը չի անի, ոչ մի երեխա կամ մարդ չեն բերի, արդեն ասում են երեխաները իրենք են փախել դասից, ուսուցիչները դասից փախել են եկել միտինգի, Նիկոլն ու Մարսպետը այստեղ ոչ մի կապ չունեն։ Դա նորից վիրավորանք է գիտակից մտածող հայ մարդու համար։ Նորից վիրավորանք է։ Ավարտելով խոսքս ուզում եմ ասել. ժողովուրդ, Նիկոլ Փաշինյանը ծածկված մեքենաներով, գաղտնի ավտոբուսներով մարդիկ է բերում, ցրում են փողոցներում, եւ երբ Նիկոլը գալիս է կազմակերպված հերախոսային նշմարով, բոլորը հավաքում են Նիկոլի կողքը, իբր տեղի մարդիկ դիմավորից, ընդ որում տեղի մարդիկ բոլորը մերժում են Նիկոլին։ Բարաբես Նիկոլը ֆոն է ստեղծում ապագա կեղծարարության համար, ուզում է ցույց տալ, որ ժողովուրդը իր կողքին է, որպեսզի ապագա կեղծարարության համար ասի։ Նիկոլ Փաշինյան, մանկապարտեզ սարքող Նիկոլ Փաշինյանը հայ-ֆրանսիական մանկապարտեզը ավերակների չեր վերածի։ Այսօր Մեսրոպն ինձ ուղարկել է մի կադր, թե ինչպես այդ հզոր շենքը հենց միայն նրա համար, որ դա Սերժ Սարգսյանն է բացումն արել, այսօր ոչնչացված է այդ ֆունդամենտալ կառույցը։ Դպրոց կառուցող մարդը 231 դպրոց չէր փակի։ Մանկապարտեզ կառուցող մարդը 65 մանկապարտեզ չէր տա Թուրքին։
110 գյուղում մանկապարտեզ չէր փակի։ Մենք 231 դպրոցից ենք խոսում, բայց այդ նույն գյուղերում, որտեղ փակում են դպրոցները, զուգահեռ փակում են նաև մանկապարտեզները։ 110 մանկապարտեզ ես փակեմ, Նիկոլ Փաշինյան։ 231 դպրոցների պահպանության համար 7 միլիարդ տարեկան փող է պետբյուջեի վրա նստում։ Բայց դու 27 միլիարդ դրամ տալիս ես հասարակական կազմակերպությունների սահմանադրության կարգի խախտմամբ, բայց այդ 7 միլիարդը չես պահում, որովհետև քո նպատակը այդ գյուղերը սահմանամերձ գյուղերը դատարկելն է եւ թուրքական էթնոսով լցնելն է։ Եվ այդ հիշեք, հայ, ով ընտրեց ամսի 7-ին Նիկոլ, նա 300,000 թուրքերի բերողն է, ով ընտրեց Նիկոլ, նա հունիսի 18-19-ին Արևմտյան Ադրբեջանի համայնքի մասնակիցն է համագումարի։ Ավարտելով խոսքս ասում եմ, ոտքի ժողովուրդ, ոտքի մերժիր Նիկոլին, ընտրիր Հայաստանի Հանրապետությունը։ Մինչև կավարտել խոսքը մենք վերնակրեցինք որտեղ է բունտ հասունանում գործարանի հետ կապված բանհամասային եւ Չի հասունանում, արդեն ոստիկանական ուժերը ճնշել են, հաճախ օրինակ համար երբ 8 խանութների մասին խոսում ենք, որ Աննա Հակոբյանը բռնագրավում է, օրինակ Սիսիանի, Գորիսի, Ծիրան եւ Զովք խանութները որպեսզի 8 դարձնի, Աննա Հակոբյանն ասեց, որ դա իր հետ կապ չունի։ Ես ուզում եմ հարց տալ Աննա Հակոբյան, եթե դու դա հետ կապ չունես, Նարեկ Նալբանդյանը այդպես ինչպիսի ինստիտուցիոնալ իրավունքներով է օժտված, որ ԱԱՑ-ին եւ հարկայինին ուղարկի այդ խանութների տերերին տուգանելու եւ այդ խանութների տերերին քրեական գործերով սպառնալու։ Դա Նարեկ Նալբանդյան չի, դա դու ես Աննա Հակոբյան։ Հիմա ուզում եմ հարց տալ։ Իջևանի կարի ֆաբրիկան ըստ մամուլում տեղ գտած լուրերի եւ օթում պատտվող Իջևանում պատտվող լուրերի, դա պատկանում է Աննա Հակոբյանին, դա քոնն է Աննա Հակոբյան։ Այնպիսի ստրկական վիճակ է ստեղծել, որ ամեն ինչի, ամեն զրկանքի ընդունակ հնդիկ բանվորները բունտ են բարձրացրել։ Խռովություն են բարձրացրել, որովհետև ասել են, որ ստրուկներն ավելի վատ են, ավելի լավ են ապրել, քան մենք։ Եվ ոստիկանական ուժերը հարձակվել են ու սկսել են ջարդել, կալանավորել մարդկանց։ Եթե քոնը չէ, Աննա Հակոբյան, եթե քո հետ կապ չունի, Նիկոլի հետ կապ չունի, ոստիկաններն ինչի են այդ օտարերկրյա քաղաքացիներին այդպիսի վիճակի հասցրել։ Ցույց էին տալիս հնդիկների այդ ձեռքերի վերքերը եւ կալանավորված կար։ Ներքին գործերի նախարարությունը ինչպես միայն անմեղսունակ մի հայտարարություն է արել, որ կարգ են սահման պահպանել։ Ով է այդ կարգի պահպանության համար հրավիրել ձեզ։ Ուրիշի տարածք։ Իհարկե, դուք կատարել եք նորին գերազանցության սրբազան անասուն դավաճանի հրամանները։